չնայած աշխարհում եւ մեր մեծ տարածաշրջանում ընթացող ուրեմն ոչ այնքան բարենպաստ, եթե մենք ձևակերպենք ուրեմն գործընթացներին, Հայաստանի եւ Ամերիկայի միջև երկկողմ աշխատանքները թրիփի իրագործման ուղղությամբ շարունակվում են։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների եւ ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են գտնվում, մենք մտքերը եւ դիրքորոշումներ առանձին հարցերի շուրջ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, հուսանք, որ որքան հնարավոր է շուտ նաև կթևակողենք հաջորդ շինարարական ըստ էության փուլ եւ ահա սա այստեղ է, որ նաև մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու, իհարկե պայմանագիրը երկկողմ է լինելու եւ համաձայնություն եւ նախագիծը մեծ հաշվով ամբողջապես երկկողմ է, նկատեմ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, բայց նաև շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու եւ ըստ էության ամենայն հավանականությամբ նաև այդ համակարգերի կառավարման փուլում կան գաղտնիք չի սա որքան էլ որ երկկողմ նախագիծ է բխում է եւ համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից, սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, եթե Եվրոպայի ամենաարևմտյան մասը նայենք, Եվրոպական միության, ել չասած մեր անմիջական հարևանների այս թրիփը այլ մոլորակի վրա չի, թրիփի մի ծայրը պետքա կպնի Ադրբեջանի Հանրապետությանը կամ սկիզբ առնի դից, մյուս ծայրը ավարտվի Նախիջևանով էլի Ադրբեջանի Հանրապետությունով, բայց տրամաբանական շարունակությունը եւ այս մասին շատ խոսել ենք երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցն է, Կարս Գյումրի ուրեմն երկաթուղային հանգույցն է եւ Թուրքիայի երկաթուղային ցանցը Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են, մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում էինք նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, ով Հայաստանում էր նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ, հետևաբար քննարկումները կան մերձավոր արևելյան երկրներն շահագրգիռ նաև այս հետաքրքրված այս թեմաներով, առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որ ես կարող եմ կիսել նաև հանրության հետ։